Եվ ով կարող է ասել, որ Սթիվեն Թայլերը 77 տարեկան է արդեն, չէ՞։ Իսկապես։ Այ նման երիտասարդություն պահպանելու համար անգամ ավելի մեծ տարիքում անհրաժեշտ է առողջ կյանքով ապրել։ Առողջ սնվել։ Հիմա ինչ որ մեկը ինձ ասաց, բայց դու ստես, որ Ստիվենը օրինակ առողջ կյանքով է ապրել, թե ոչ, բայց հարաբերական է։ Դե արվեստի մարդկանց դեպքում մի քիչ այլ է, չէ՞, ամեն դեպքում իրենք այլ էներգիայով են սնվում։ Իսկ մենք պետք է առողջանալ բաներով սնվենք, որպեսզի կարողանանք նաև մեր ավելի մեծ տարիքում պահպանել մեր առողջությունը, իսկ այդ հարցում մեզ օգնում է մեր Անուշը բարի լույս։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, շատ ճիշտ նկատեցիք։ Մենք այսօր առողջ, օգտակար աղցան ենք պատրաստելու եւ պատրաստում ենք սագախոտով աղցան, ընդհանրապես սագախոտ շատ օգտագործեք, որովհետեւ շատ հարուստ է վիտամիններով։ Նախապես իհարկե եփել եմ արդեն, հիմա կավելացնեմ սագախոտը ու սկսենք կտրել բանջարեղեն։ Ես այսօր վերցրել եմ վարունգ, լոլիկ, ավոկադո, սոխ, համեն, կիտրոնի եւ նարնջի հյութով հետաքրքիր թանձրուկ ենք պատրաստելու, որը ավելի լավ հոմ կտա մեր աղցանին։ Citrusային տրամադրություն է մի խոսքով։ Այո, գարնանային, գունեղ, օգտակար, ցիտրուսայինն էլ մի քիչ ավելի այսպես հետաքրքիր համ է տալիս եւ շատ համեղ աղցան կստանա։ Իսկ բաղադրատոմսը որտեղից Անուշ։ Ընդհանրապես սագախոտով նմանատիպ աղցաններ շատ են պատրաստում, ուղղակի այս անգամ ավելացրել եմ ավոկադոն եւ թանձրուկն է մի փոքր, այլ ուղղակի այսպես մտածել եմ, որ այս թանձրուկը ավելացնենք նաեւ այս աղցանին, հենց դրանով մի քիչ յուրահատուկ դարձնենք, թվում է թե սովորական աղցան է, բայց հենց թանձրուկով մենք կհարստացնենք այս համերը։ Իրականում նարնջի հյութը թարմ քամած եւ թանձրուկներում օգտագործում են հատկապես քինոյի հետ շատ լավ է համադրվում եւ կանաչի կարծում եմ ցիտրուսային համադրությունը շատ լավ է ստացվում այնպես որ Հիմա փորձենք տեսնենք։ Ես հիմա մի փոքր աղ ու պղպեղ կավելացնեմ հենց սագախոտին, նոր սկսենք կտրել բանջարեղենը։ Մանր ենք կտրում, որպեսզի ավելի հաճելի լինի։ Այսպես մանր խորանարդերով կտրում ենք վարունգը եւ մնացած բանջարեղենը։ Ընդհանրապես սոխը կտրում եմ մի քիչ ավելի մեծ, որ ով չցանկանա, հենց աղցանն էլ կարող է իր բաժին աղցանի մեջ ինքը առանձնացնի։ Իսկ Սիրում ես տարբերակ է։ Այո։ Սիրում ես։ Այո։ Ես էլ եմ սիրում։ Մենք չենք առանձնացնի ուրեմն, բայց ամեն դեպքում լավ լուծում է մարդկանց համար, ովքեր չեն սիրում։ Բայց կարող ենք նաև մարինացնել, հատկապես եթե 1 օր առաջ մարինացնենք, կամ նույնիսկ օրեր առաջ, ընդհանրապես քաղցր լավ սոխ կունենանք ուղղակի։ Բայց այս դեպքում էլ է քաղցրանալու ինձ թվում է թանձրուկից, եթե թանձրուկի հետ միախառնվի, հաստատ համը փոխվելու է։ Այո, բայց կան հատուկ մարինացման ձևեր, կարելի է մի անգամ ցույց կտանք, ուղղակի պետք է մի 10 օր սպասել, որ տեսնենք, թե ինչ գույն է տալիս, կարմիր սոխը, գեղեցիկ, այսպես վարդագույն ենք ստանում, շատ հետաքրքիր է։ Եվ հիմա կանցնենք լոլիկը կտրենք։ Ու այստեղ բալզամիկ քացախ ենք ավելացնելու թանձրուկին, մեղրո, բալզամիկ քացախով, մանանեխով եւ ցիտրուսային համերով հետաքրքիր թանձրուկ կստանանք։ Պարզ, համեղ եւ ամենակարևորը օգտակար։ Եվ իրականում նաև պահոց շրջանին հարմար, ինչպես հասկացա։ Կարծես թե կենթանական ծագման բաղադրիչներ չունեինք, չէ՞։ Գրեթե չունենք, այստեղ մենք ունենք իհարկե ֆետա պանիր, որ վերջում կփշրենք, կավելացնենք, ով չի ցանկանում կարող է չավելացնել։ Երկուստ եք, մենք մտածում ենք բոլորի մասին։ Լոլիկը իսկ աղցաններ սիրում եք։ Այո, շատ, հատկապես սագախոտով կամ քինոյով, ինչպես ավելի տարածված է։ Այլի խորհրդաձև էր լոլիկը փաստորեն։ Այո, մանր։ Ընդհանրապես կա այսպիսի
մտածում են, խոհարարներն են դա իր խորհուրդ տալիս, եթե կտրում ես աղցանի մեջ ընդհանրապես մեկ բաղադրիչը կտրում ես մի տեսակով, լավ կլինի մյուսներն էլ նման ձևով լինեն։ Եթե օրինակ պղպեղը երկարությամբ կտրել են, գազարն էլ լավ կլինի, որ այդպես կտրենք։ Դե դա սիրունը չի լինի, որ տարբեր լինեն։ Այո։ Այս դեպքում հիմա լոլիկներ մենք խորանարդաձև կկտրենք։ Մի քիչ մանր Եվ այդպես եւ համերն է լավ խառնվում բոլոր բաղադրիչներին եւ իհարկե գեղեցիկ է լինում։ Դու երբ ես հայտնվելու խոհանոցային հատվածում։ Մենք խոստացել ենք մեր հեռուստադիտողներին, որ այս շաբաթ որևէ մի օր ես եմ պատրաստելու, ցավոք այսօր այդ օրը չէ։ Ցավոք։ Տեսնենք ով կլինի այն հաջողակ գործընկերը։ Եթե նույնիսկ ես այդ օրը աշխատանքի չլինեմ, Դու գալու ես։ Ես կգամ։ Շատ լավ։ Դե կսպասենք այդ օրվան։ Այսինքն Համլետ, վաղը սկսել խոհանոցը ինձ թվում է կսկսես ավելի շատ սիրել դու։ Ինչ այստեղ ուղիղ եթերում Սիրում է առիթից առիթ, այո, եւ այդ առիթները կստեղծվեն առավոտ լուսոյում այս դեպքում։ մի քիչ ավելի հաճախ են հիմա լինում Այո։ այդ առիթները։ իսկ արդեն գիտես ինչ ես պատրաստելու։ Այո, բայց ոչ չեմ ասելու։ Ասա։ Չէ, Դե մի ասա։ դեռ մտորում ենք եւ այդ օրը կասենք ամեն։ Իսկ կա որևէ Չէ։ Այո, բարձ բայց չթամեղ։ Իսկ կա որևէ բաղադրատոմս, որ կիրառել ես, օրինակ այստեղ հավանել ես եւ հետո պատրաստել։ Այո, Սելի Անոշիզմ, հիշում ես մի անգամ միասին պատրաստեցինք պեստոյով պիցցան եւ բանրով։ Ես դրա առանց կաթնաշաքարի տարբերակը պատրաստեցի տանը, լոշիկի վրա, շատ համեղ էր։ Եթե կա պեստո, Արդեն համեղ է, չէ՞։ արդեն համեղ է, այո։ Ոսկերն ավելորդ են։ Ուր հասանք Անուշ։ Հասանք ավոկադոին եւ կմնա կտրել սոխը։ Իրականում կան մարդիկ, ովքեր գուցե մի քիչ ալարում են կտրտել, բայց անկեղծ ասեմ, սա ինձ համար շատ հաճելի process է եւ եթե մի փոքր արագ շարժվենք, հաստատ ընդամենը 15 րոպեում կարելի է պատրաստել աղցանը, նույնիսկ այսքան շատ բաղադրիչներ կտրելու արդյունքում միևնույն է Բայց ամենահաճելի բայերից մեկն է խոհանոցում ինչ-որ մի բան կտրտելը։ Այո, ինձ համար է։ Հատկապես երբ քեզ պատկերացնում ես ինչ-որ պրոֆեսիոնալ խոհարար ու սկսում ես արագ-արագ փորձում ես արագ-արագ կտրտել։ Առանց պատկերացնելու, ուղղակի Լավ հաճելի եք է։ իրար հասկանում։ Մենք ուղղակի շատ ջերմ զրուցում ենք։ Դուք մարդիկ, որոնք սիրում են կտրատել, կտրտել գանջարեղենը մի։ Ընդհանրապես չի սիրում դա անել, բայց ինչ արած։ Ահա, հիմա հասկացանք ինչու չես սիրում շատ լինել խոհանոցում։ Ես քեզ ասեմ, այն բաղադրատոմսը, որը ես պլանավորում եմ պատրաստել, կտրատելու այդքան շատ բաղադրիչներ չունի բնականաբար։ Բայց ամենահաճելի պահը էս որն է խոհանոցային հատվածը, ոչ միայն այդ կտրտելու պահը, այլ նաև այն մարկանց հայացքները, Որոնք սպասում են, որոնք որ բացի սպասելուց ամենավերջում, երբ անտեսում են քո մատուցած ու պատրաստած ուտելիքը, ու դու անհամբերությամբ սպասում ես մարդու այդ դեմքի ռեակցիային, թե ինչ ռեակցիա է նա տալու։ Դե հա, դա հաճելի բան է, ինչ խոսք։ Իսկ դուք դա ամենաշատն եք ապրում, դուք մարդիկ, որոնք սիրում են պատրաստել։ Ահա, եւ անցանք սոխին։ Չլացես Հանուշ։ Հուսամ այդքան կծու չլինի, ընդհանրապես կարմիր սոխը ավելի քաղցր է։ Հիմա մենք այսպես կիսալուսնաձև կկտրենք։ Սոխը եւ սխտորը շատ կարեւոր համեմունք են աղցանների համար։ Իրականում գուցե երբեմն հոտի պատճառով չցանկանան մարդիկ ավելացնել, բայց շատ քիչ կարելի է ավելացնել։ Դրա եթե ուզում եք քիչ լինի, ուղղակի քիչ ավելացրեք։ Ես զարմանում եմ այն մարկանց վրա, ովքեր որ սոխ ու սխտոր չեն սիրում, շատ ախորժելի հոտ ունեն, ինչի համար չեն սիրում։ Հավատացեք, որ այս աղցանը առանց սոխի համի, այսինքն սա համեմունք է կոնկրետ հենց այս աղցանի համար, պարտադիր է։ Առանց սոխի հաստատ այն համը չէր ստանա։ Ինչ որ պետք է։ Հիմա ավելացրեցինք եւ կտրենք համեմը։ Ես ընդհանրապես աղցաններին շատ կանաչի եմ օգտագործում, բացառություն չի լինի նաև այս անգամ։
Դե հարմար տարբերակ է նաև կանաչարան սպառելու։ Դե իհարկե, բայց այս աղցանին ավելի շատ սիրում եմ հենց համեմ օգտագործել։ Կարող եք նաև մաղադանոց կամ սամիտ օգտագործել, ով ինչ կցանկանա։ Իրականում խառը տարբեր տեսակի, նույնիսկ ռեհան կարելի է օգտագործել, որովհետև հիմա ավելի շատ այդպես գարնանային համեր չէ կարող ենք հաղորդել այդպիսով, ինչքան շատ կանաչիներ։ Կանաչիների սեզոնը կամաց գալիս է արդեն։ Այո, եւ հիմա հետաքրքիր աղցաններ նաև կպատրաստենք կոտեմով, թարխունով, սպանախով։ Ու ինչն է հետաքրքիր, որ հենց հայկական կանաչիներով շատ յուրօրինակ նորաձև աղցաններ հիմա շատ են պատրաստում խոհարարները եւ լավ է որ տանտիկիններն էլ սովորել են եւ տանը պատրաստում են ու դարձել է արդեն առօրյա սեղանի համար սովորական ուտեստ աղցան շատ ողջունելի է։ Համլետ իսկ կանաչիները սիրում ես։ Շատ։ Եվ ես էլ էի դա մտածում, որ իրականում խոհարարությունը շատ է զարգանում մեր երկրում եւ զարգացել վերջին տարիներին։ Ու լավ է, որ կենտրոնում միևնույն է մնում է հայկական խոհանոցը, այն թարմացնելը, ավելի նորաձև բաղադրատոմսեր գտնելը եւ այդպես շարունակ։ Այո։ Եվ հիմա պատրաստենք թանձրուկը։ Ինչ ենք անում։ Հիմա կիտրոնի հյութը, առատ կիտրոնի հյութ է անհրաժեշտ, դրա համար մեկ ամբողջ կիտրոն կօգտագործեմ, կքամեմ, որպեսզի ցիտրուսի համը շատ հետաքրքիր կլինի այստեղ։ Իսկ նարինջը էլի ամբողջությամբ ենք։ Նարինջը կարող ենք կեսը կտրել, որովհետև ավելի քաղցր է, ամբողջությամբ չենք ավելացնի։ Մենք այստեղ ունենում ենք կծուտ, հթու, քաղցր, տարբեր տեսակի, մի քիչ նույնիսկ դառը, չէ՞, մանանեխն ավելի դառնություն էլ ունի։ Բայց դու նկատել ես Անուշը նույնիսկ այս բարդ գործը դացներ ժպիտով անում։ Նկատեցի՞ր։ Լիմոնը ինչպես քամեց, sense մենք որ քամենք, դեմքի արտահայտությունը կփոխվեր, չէ՞, ինչ որ ներվ կառաջանա, բայց Անուշը ժպիտով, գեղեցիկ, էսթետիկ։ Հիմա ուրեմն ավելացնում ենք մանանեխ, քանի որ սա դիժոնյան մանանեխ է, քաղցր մանանեխ է, հանգիստ կարող ենք մեկ ամբողջ նույնիսկ 1.5 ճաշի թեյի գթալ ավելացնել։ Կավելացնենք բալզամիկ քացախ։ Եվ մեղր, որը քաղցրություն կհաղորդի մեր թանձրուկին։ Եվ իհարկե կավելացնենք նաև արևածաղկի յուղ կամ ձիթայուղ։ Ու մի փոքր էլ աղ-պղպեղ կավելացնենք։ Լավ է, բուրում, Անուշ։ Ես կանչ, ես հիմա մտածում եի, ափսոս, որ դուք չեք զգում այս բույրը, բայց ոչինչ, քիչ հետո կփորձեք, կտեսնեք, կզգաք։ Մի լավ խառնում ենք, որ մանանեխը լավ լուծվի։ Եվ իհարկե այս թանձրուկը կարելի է պատրաստել տարբեր տեսակի բանջարեղենով աղցանների համար։ Կարող ենք ուղղակի տարբեր գույների պղպեղներ կտրել, առատ կանաչի ավելացնել, նեխուր ու այս թանձրուկը։ Իդեպ դա էլ նեխուրը հիմա շատ ավելի խանութներում ավելի առատ կտեսնենք շուտով, նեխուրն է շատ օգտակար է եւ տարբեր տեսակի բանջարեղենով պետք է շատ օգտագործել տանը ու հենց այս թանձրուկով երբ որ պատրաստում եմ օրինակ իմ երեխաները չեն էլ զգում որ այդ նեխուրի համը մի քիչ բոլորին չէ, հաճելի գուցե հատկապես երեխաներին նկատի ունեմ, բայց
Այս թանձրուկը շատ է կոտրում համը եւ հետաքրքիր է դարձնում։ Ես բաղադրատոմսը գրեցի արդեն իմ մտքում, որպեսզի երևի թե այսօր կամ վաղը պատրաստեմ։ Մի փոքր էլ աղ ավելացնենք։ Մենք արդեն սագախոտին ավելացրել ենք։ Եվ սև պղպեղ։ Մեզ մնում է մի լավ խառնել եւ մատուցել։ Ինչ բույր է այստեղ հիմա։ Պատկերացնում եմ ես Անուշ, չեմ համբերում երբեմն համտեսելու։ Չբացվա քո ախորժակը։ Բացվեց, չէ՞։ այո։ Դες Արդեն։ Ոչինչ քիչ մնաց։ Մի քանի րոպե համբերում ես եւ կփորձենք։ Այնքան գեղեցիկ է, որ ինձ թվում է չարժի էլ տեղափոխել մատուցման ափսեի մեջ։ Ինքնին գեղեցիկ է գույներով։ Մենք պետք է ավելացնենք նաև պանիր, բայց պանիրը կավելացնենք արդեն պատրաստի մատուցման ափսեի մեջ։ Իսկ ովքեր չեն ցանկանա, կարող են օգտվել այս մյուս ափսեի աղցանից։ Գեղեցիկ տարածենք։ Եվ ֆետա պանիրը ուղղակի վերցնում ենք ու փշրում ենք վրան։ Ասեք, որ լրիվ լրացվեց գարնանային ամբողջությամբ, աղցաններ իր գույներով։ այո, եւ ամբողջությամբ արդեն դարձավ լիարժեք։ Վերջ։ Այսքանը։ Անուշ լինի։ Կարող ենք ասել։ Անուշ լինի։ Անուշ լինի եւ համեցեք համտեսելու։ Վստահ եմ մեր հեռուստադիտողները կօգտագործեն այս բաղադրատոմսը եւ կհիշեն մեզ կժպտան։ Շնորհակալություն Անուշ, մենք անպայման հիմա գնալու ենք համտեսելու։ Իսկ հիմա կարճատև դադար կլինի, որից հետո կշարունակենք առավոտ լուսան։